Քաղցկեղ ամեն մի հարց ունի մեկ պատասխան, քանի որ Հայաստանի ազգաբնակչության մեծ մասը սնվում է ոչ նորմալ եւ աշխարհում բոլորս էլ սնվում ենք ոչ նորմալ, բայց կան որոշ մարդիկ, որոնք գիտեն ինչ օգտագործեն, երբ օգտագործեն կամ որ ուտելիքը երբ օգտագործեն, նրանց մոտ այդ երևույթները, հատկապես քաղցկեղը, որից ամենից շատը մարդիկ վախենում են քաղցկեղից, խոսենք քաղցկեղի մասին, բայց քանի դեռ էջը չեմ բացել, ասեմ ձեզ, քաղցկեղը դա գրիպի նման կարելի է շատ շուտ բուժել, սովորական գրիպի, իսկ ամենից սարսափելի հիվանդություններն են մարդու համար ինֆարկտը և ինսուլտը, այդ դեպքում ավելի դժվար են դրանք բուժվում, քան քաղցկեղը, և քաղցկեղի բուժման մեթոդները դեռ եղել են 1950-ական թվականներից հայտնի այժմյան մարդկությանը, բայց գաղտնի են պահվել, առաջինը երբ որ մահացավ Եղիսաբեթի հայրը այդ բրուտների քաղցկեղից, դրանից հետո սկսեցին ուժեղ ուսումնասիրել և տարբեր երկրներ գտան դրա լուծումը, բայց որպեսզի դուք կարողանաք դրանից օգտվել, ամենակարևոր պահը նա է, որպեսզի կատարեք կոմպլեքս այդ ամենը, եթե հիվանդ եք քաղցկեղով, քանի որ եղել են մի քանի հարցեր այս քաղցկեղի վերաբերյալ և Հայաստանում մեծ քանակությամբ տարածված է նաև, պատճառներն էլ կասվի այդ մասին, ուրեմն պատրաստվեք դուք ինքներդ ձեզ բուժել շատ էժանագին և ավելի նորմալ մեթոդներով, քան ձեզ առաջարկում են։ Առաջինը դա դոկտոր Աշխարհն է։ Դոկտոր Աշխարհը սովորել է Լոմոնոսովում, աշխատել է, ինքը Սիրիայից է, աշխատել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեղագործական ֆաբրիկաներում, լավ գործերի է եղել, լավ պաշտոնների, տեսել է այնտեղ ինչ է կատարվում, և դրանից հետո ինքը գտել է ըստ իր ասելու իր մոր հիվանդ ժամանակ, թե ինչպես նրան բուժի, գտել է այս ձևը, բայց այս ձևը դեռ հին ժամանակներում հայտնի է եղել։ Այժմ ինչու՞մ է կայանում այս երևույթի իմաստը։ Եվ հենց ինքն է նույնպես առաջարկում և ապացուցում, որ եթե օրգանիզմում քաղցկեղ է առաջանում, ապա Մենդելեևի աղյուսակի ծանր էլեմենտները հարվածում են մեր բջիջներին։ Նորմալ մարդու բջիջը մենք այստեղից եթե պտտենք, նա նորմալ պետք է պտտվի։ Իսկ արդեն Մենդելեևի աղյուսակի էլեմենտ ընդունած բջիջը նա մի կողմում ծանրանում է և նա չի կարողանում պտտվել, այլ միայն նա սկսում է ճոճվել ինչ-որ առանցքի շուրջ, որը բերում է արդեն նրա ֆիզիկական հատկությունների փոփոխության, և մեկը մյուսին սկսում են վարակել, քանի որ այդ բջիջը չի աշխատում նորմալ, նա նաև ստիպում է հաջորդներին ընդունել նաև այդ կարցերոգենը և դրանով վնասում մարդուն և մարդիկ մահանում են քաղցկեղից։ Այստեղ նաև նշենք ամենակարևոր երևույթը։ Դուք գնում եք բժշկի, ձեզ տալիս են ռադիոակտիվ շաքար, որպեսզի խմեք, որպեսզի դրանց հետո ստուգեն, տեսնեն, թե օրգանիզմի որ մասում է գտնվում ձեր ուռուցքը, կոնկրետ, բայց քանի որ դուք բողոքել եք ինչ-որ մարմնի մասից և այնտեղ հայտնաբերել են, որ կա այդ օջախը,
վերցրել են այդ օջախից մի կտոր եւ նա հողի մեջ թաղելով ստացել են, որ նա վատ քաղցկեղ է, թե լավ քաղցկեղ է, բայց որը ընդհանրապես նշանակություն չունի, դուք միայն գիտեք, որ արդեն հիվանդ եք, դա բավական է եւ չեք գնում ռադիոթերապիայի։ Այսինքն, եթե ձեր օրգանիզմում կուտակվել է տարիների ընթացքում այդ Մենդելեևի աղյուսակի էլեմենտները, ապա դուք նրան պարտավոր եք հանեք։ Ընդհանրապես այդ էլեմենտները բոլորի օրգանիզմներում էլ կան, շատ թե քիչ, նայած ինչպես են սնվում, ինչ պայմաններում են աշխատում կամ որ աշխարհամասում, որ երկրում են գտնվում։ Այդ կարցերոգենները միայն այս ձևով, որը կներկայացնեմ, այս ձևով է հնարավոր, որպեսզի մարմնի մեջից նա դուրս բերվի։ Օրինակի համար, եթե դուք վերցնեք ալյումինի փոշի, լցնեք մի ամանի մեջ, վրան ինչ տեղ ցանկանում եք լցնեք, ապա այդ ամանի մեջից այդ ալյումինի փոշին չի հեռանա։ Այսինքն, ինչ դեղ էլ նրանք տան, նա ձեր օրգանիզմից չի հեռանում։ Իսկ քիմիան ինքը հենց նպաստողն է, որպեսզի դուք ավելի արագ մահանաք։ Նույնը, ինչպես նշեցի, նաև ռադիոակտիվ այդ շաքարը, որ տալիս են խմեք։ Այս ամենը մոռանանք, թողնենք մի կողմ եւ կատարենք այսպիսի փորձ։ Ունեք աման, այս ամանի մեջ բաժակ օրինակի համար, բաժակի մեջ լցնում եք ջուր, մի քիչ մարգանցով կա, նա գույնը փոխում է։ Ինչպես կարող ենք այս բաժակի ջուրը դարձնել սպիտակ, որպեսզի նա մաքրվի մարգանցովկայից։ Ինչ ենք կատարում, վերցնում ենք սիսեռի հատիկները, գցում այնտեղ և հանում։ Ճիշտ է, ջրի մի մասը նույնպես պակասում է, բայց քանի որ մեր արյունը կարգավորվում է ժամանակի ընթացքում, քանակը լրացվում է, որպեսզի դրան ուշադրություն չդարձրեք, վերցրեք նույն ամանից նաև ինչ-որ միտեղ, նույնպես այդ արդեն գունավոր մարգանցովկայով գունավոր ջուրը։ Երբ որ պակասի, ավելացրեք և կտեսնեք, որ որոշ ժամանակ հետո սիսեռի մեջը գցելուց հանելուց հետո ջուրը դառնում է պարզ մաքուր ջուր։ Այսինքն, այս մեթոդը միակ մեթոդն է, որը օրգանիզմից հեռացնում է կարցերոգենները, որպեսզի հետագայում դուք նույն իրավիճակին երբեք չգաք։ Հարց է եղել, որտեղ դնենք սիսեռը։ Այստեղ այս ոտքի վրա ցուցադրում եմ, այս մասում ոսկորն է ոտքի, ոսկորից հետ, որքան կարող եք հետ, բայց ոչ հետևի մասում, այս մասերում, բայց վերևի մասում, որպեսզի երբ որ այստեղ արդեն փորձեք այդ էլաստիկ բինտը տեղադրել, որպեսզի նա լինի ոչ թե այսպես եւ ժամանակի ընթացքում սղա, այլ մի քիչ այս ձևով նա ձեր ոտքի վրա լինի, որպեսզի նա չսղա եւ սղալու դեպքում այս անցքը նույնպես սահում է ներքև։ Ես մարդիկ գիտեմ, որ նույնիսկ 10-20 սանտիմետր արդեն այս անցքը իջել է ներքև։ Բայց ինչպես կատարել այս ամենը։ Պետք է վերցնել պլաստիկ այդ շշերից, ավելի լավ կլինի փոքր պլաստիկ շշերից, պլաստիկ մի օղակ, այդ օղակը դնում եք ոտքի այն մասում, որտեղ որ արդեն հասկացել եք, որ այդտեղ պետք է լինի եւ այդտեղ աշխատեք երակ չլինի, նրա մեջ ավելի լավ է, որպեսզի լինի ջրալի եւ
ուժեղ սխտոր եք լցնում, վրան դնում եք ցելոֆոնի լիստ, մի կտոր թղթի կտոր նույնպես և ամուր կապում եք։ 6 ժամից հետո քանդելով տեսնում եք, եթե այնտեղ բլթիկ է տեղի ունեցել, մեջը ջուր լցված կաշին բարձրացել է վերև, ուրեմն դա լավ է, այդ կաշին պոկում եք պինցետով, կողքերը մաքրում և այդ ժամանակ դնում եք սիսեռը, բայց մինչ այդ ասեմ, որ ոտքի այս մասը պետք է թրաշել, թե կանայք, թե տղամարդիկ, որպեսզի մաքուր լինի։ Այդ ամենը կատարելուց հետո արդեն տեղադրում եք սիսեռը։ Իսկ եթե 6 ժամ հետո այս տեղի չի ունեցել, նորից մի 3-4 ժամ և տեսնում եք արդեն, որ այս բլթիկը կա, մեջի ջուրը թափվում է, այս կաշին հեռացնում եք և տեղադրում եք արդեն սիսեռը։ Իսկ սիսեռը ինչպես պետք է տեղադրել։ Սիսեռը տեղադրում եք, սիսեռը ունի սուրճ ծայր։ Այնպես է կանում, որ այս ոտքն է, սուրճ ծայրը լինի վերև։ Սիսեռից հետո 5-6 սանտիմետրը 5-6 սանտիմետրի վրա կաղամբի այդ թերթիկը, բայց ներսի կոմը որպեսզի լինի այստեղ, կրկնում եմ, ներսի կոմը լինի այսպես, վրան դնում եք կաղամբի թերթիկ 5-6 սանտիմետրը 5-6 սանտիմետրի վրա, իսկ նրա վրա դնում եք նաև անձեռոցիկ, թղթե անձեռոցիկ, ավելի լավ է, ես ինքս էսպես եմ արել, ես համարենք ոտքն է, էստեղ ինքն է, էստեղ դրել եմ այդ կաղամբի կտորը, իսկ անձեռոցիկը այնպես եմ արել, որ անձեռոցիկը երկար է, էսպես երկար է և փաթաթել եմ ոտքից, սովորական խոհանոցի անձեռոցիկներից մի հատված եք կտրում և այս մասը հաջորդ կողմից մեկ ձեռքով բռնելուց արդեն ես ինքս միայնակ տեղադրում եմ այդ էլաստիկ բանդաժը և ամրացնում։ Նաև եթե կան կամքից ուժեղ և ցավին դիմացող մարդիկ, կարող են ոչ թե սխտորով այս ամենը կատարել, այլ կատարել մի կտոր թուղթ ոտքի այդ մասում դնելով, սիգարետը վառած մոտեցնեն և նույն բանը ստացվում է, միայն ցավոտ է դա, այդ նույնը ստացվում է։ Եվ սիսեռը դնելուց հետո, առաջին սիսեռը ամուր կապում ենք և 1 օր հետո հանելով տեսնում ենք, որ սիսեռը արդեն այստեղ փոս է գցել։ Փոխում ենք և սիսեռը, և կաղամբը, նորն ենք տեղադրում, և թուղթը նույնպես, նորից ենք կապում, այդպես շարունակ և դրանից հետո արդեն 12 ժամը 1, եթե ցավում է կարող եք շուտ, իսկ եթե ցավում է, իսկ սիսեռը չի շարժում, միայն կաղամբը փոխեք, նորից դրեք, և այդպես շարունակ 12 ժամը 1 փոխեք այս ամենը։ Այստեղ նշեմ, որպեսզի ձեզ համար չլինի ստրեսային միջոցներ, կարող է ոտքի այս մասը, որտեղ սիսեռն եք տեղադրել այդ անցքը, կարմրի, կապտի, կանաչի, սևանա, տարբեր գույների, դրանից չվախենաք։ Բացի այն կլոր անցքը, որի մեջ սիսեռ եք դնում, մնացած մասը սպիրտով թրջում եք մի փոքր բամբակի կտոր, մաքրում եք 4 կողմը, որպեսզի մաքուր լինի, որից հետո դնում եք նոր սիսեռը, բացի այն, որ սկզբում հեռացել եք կաշին, բացի այդ պահից, մնացած բոլոր ժամանակներում սիսեռը հանելուց հետո մաքրում եք,
փոխում կաղամբը, սիսերը փոխում եւ սիսերը միշտ սուր ծայրը դուրս դնում։ Իսկ եթե չեք կարողանում սուր ծայրը դուրս դնել, մի սուր առարկայով այս մասը կտրեք եւ ինչպես ցանկանում եք դրեք։ Դուք մեկ վախենա, որ սրանից հանկարծ կարող եք ստանալ գանգրենը։ Նույնիսկ ես 14 թվականին Սև ծով եմ մտել ոտքից դրած, թուլացել ցածր ընկել ինքն էլ բաց, ես նույնպես վախեցա, բայց եկա երբ որ մաքրեցի դրեցի ոչինչ էլ չստացա, ոչ մի վնաս չեղավ։ Իսկ եթե բաղնեսում պետք է լողանաք, ցելոֆոնի տոպրակը պատրեք ներքևի մասից, մի փոքր որ ոտքը կարողանա ներս մտնել։ Իսկ վերևի մասը, այն որ բռնակների մասն է, այստեղ պինդ կապեք, այս բանտաժից վերև։ Լողացեք, հետո սան դեն գցեք, այդ դեպքում չի թրջում։ Կան մարդիկ, որ լավ չեն կապում եւ այլն թրջում է, կարող եք ամբողջը փոխել եւ մեկ վախենա, որ ձեզ կարող է այդ ամենը վնաս տալ։ Այս մեթոդը հին ժամանակներում Քրիստոսից առաջ չինացիք են օգտագործել եւ մեր աստվածները այս ամենը 50,000 տարի օգտագործում են։ Այս երևույթը, որ մարդը քաղցկեղով հիվանդանում է, քաղցկեղի անունը առաջ եղել է ճլերք։ Կհիշեն հին մարդիկ ասում էին ճլերք ընկավ մահացավ։ Ուտում է ներսից ամեն ինչ եւ մարդուն մահացնում։ Բուժման առաջին ձևը սա է։ Ես հիմա ասում եմ բուժման կոմպլեքս ձևը։ Եթե մարդը շատ առողջ է եւ մարդը ստանում է, տեսնում է, որ այդ մարդը արդեն քաղցկեղով հիվանդ է, այդպիսի մարդիկ ավելի արագ են մահանում, քանի որ առողջ օրգանիզմում եւ դեղեր չընդունած օրգանիզմում ռակը արագ է տարածում, դրա համար ինչպես դոկտոր Աշխարհի մի քանի հիվանդներ դրել են 25-30 տեղ ամբողջ մարմնի ձեռքերի ոտքերի վրա, նույնիսկ 4-րդ աստիճանի հիվանդները եւ դրանից բուժվել են։ Համաշխարհային մաֆիան, որոնք արտադրում են այդ իբր ռակի դեղերը, քիմիան եւ ռադիոթերապիան, նրանց արժեքը շատ բարձր է։ Մի մասը դրա տալիս է պետությունը, մի մասը մարդիկ, նորմալ երկրներում, երևի Հայաստանում ամբողջը մարդու վրա է դա, բայց դա ձեզ բացի վնասելուց երբեք օգուտ չի տալը։ Դոկտոր Աշխարհը նույնպես iPhone-ների այն հայ ղեկավարին, որը մահացավ, Ջոբսին, նույնպես նա դիմել էր, որ կարող եմ քեզ բուժել, բայց քանի որ Ջոբսի մոտ գնալը շատ դժվար է եղել, նրա ախրանան եւ մյուսները թույլ չեն տվել Ջոբսին մոտենա, միգուցե պատճառը նա է եղել, որ բոլորին ձեռք է տվել, որ նա մահանա։ Ինքը եղել է եվրոպական մի շարք երկրներում, գիտնական է, ինքը եղել է նաեւ Հայաստանում, որտեղ քարկոծել են, քանի որ քիմիա վաճառող այդ բժիշկները հայերը ավելի դաժան են, չէ, քան մյուս երկրներում, իսկ եվրոպական երկրներում նրան սիրաշահել, իսկ բժիշկները չեն էլ արգելափակել նրան, քանի որ իրենք իրենց գործն են անում, այս մարդն էլ իրենց երկրի բնակչությանն է փրկում։ Այժմ ինքը գտնվում է Ճապոնիայում։ Այսքանը այս լրիվ պարզ բացատրեցի, ուշադիր կարդացեք, ուշադիր լսեք այս ամենը, որպեսզի ձեզ պարզ լինի։ Կան մարդիկ, որտեղ այստեղ դնում են միայն մի փոքրիկ կաղամբի կտոր, որպեսզի խոնավ մնա 5-6 սանտիմետրը 5-6 սանտիմետրի վրա եւ մի
մի փոքր մեծ էլ թուղթ են դնում եւ դրանից հետո կապում։ Նայած ով ինչպես կարող է կապել կամ ում ոտքի հաստությունը ինչ է, ում ոտքը հաստ է, կարող եք երկար անել այդ թուղթը, որ երկու ծայրից բռնեք եւ կապեք։ Իսկ եթե այս ծայրը դուրսն է, դուք պետք է աշխատեք, որպեսզի կաղամբը եւ սիսեռը չշարժվեն։ Բայց առաջին մի քանի օրից հետո, երբ որ անցքը կլինի, շատ ձիգ մեկ կապի։ Այսքանը այդ մասին։ Երկրորդը Սոդա Սիմոնցինի, նույնպես դոկտոր, բժշկության դոկտոր Սիմոնցինն է եւ պղպեղը։ Դոկտոր Սիմոնցինին իտալացի բուժել է ռակը սոդայի միջոցով։ Ինչպես է այս ամենը նա կատարել։ Հեղուկ սոդան, ինչ որ դեղերով բացած սոդան, բայց հիմնականը եղել է սոդան, մնացածը լուծույթ, որպեսզի սոդան բացվի, սրսկել է քաղցկեղ ունեցողի քաղցկեղային մասի հենց կենտրոնում։ Եվ 10-20 րոպե հետո փլվել է ամբողջ այս քաղցկեղային համակարգը եւ մարդը բուժվել է։ Եվ նրան 11 տարի դատեցին, հիմա թե զբաղվում է թե չէ, նորից արգելքների տակ է, ստուգման տակ է։ Բայց դուք ինչ կարող եք անել, եթե մարդը արդեն քաղցկեղով հիվանդ է, մեկ բաժակ ջուր, երկու գդալ սոդա թեյ գտալով, մեկ թեյ գտալ բերյոզայի սոկ կամ եթե չէ մեղր, թույլ կրակի տակ եռացնել, խառնելով, հովացնելուց հետո մեկ հատ էլ խառնեք եւ խմեք, օրը մեկ անգամ, երկու անգամ, որքան կդիմանաք, բայց մեկը պարտադիր։ Ինչ է տեղի ունենում։ Քաղցկեղի այդ բջիջները հարձակվում են, որպեսզի ուտեն բերյոզայի սոկը, քանի որ նա քաղցր է, կամ մեղրը։ Իսկ սոդան նրանց հարվածելով ոչնչացնում է։ Այս մեթոդը նույնպես օգտագործում են նաև կոմպլեքս բուժման դեպքում։ Ես այս մեթոդները, որ ասում եմ, մեկը մյուսի հետևից։ Քաղցկեղով հիվանդները պետք է սա ամբողջությամբ կատարեն, ինչ էստեղ ասում եմ, հատկապես առաջին երկրորդ ստադիայից ավելի բարձր վատ վիճակում գտնվող հիվանդները։ Այս նույնը կատարել են նաև բուժման ձև են գտել անգլիացիք։ Նրանք չիլի տիպի պղպեղը 1 սանտիմետրը 1 սանտիմետրի չափ մոտավորապես այդ չափերի կամ ավելի փոքր կտրտելով, դրա վրա գցում են կտավհատի ձև, որպեսզի փակվի, բայց քիչ քանակությամբ օգտագործեք, որովհետև ինքը թթվում է, մի քանի օրից նորից կպատրաստեք։ Այստեղ էլ ուշադիր եղեք։ Եվ ջրային ճաշեր ուտելուց կամ ամեն ուտեստ ուտելուց վրան գցում են։ Ես հիվանդ չեմ եղել եւ հիվանդ չեմ քաղցկեղով, բայց ես ամեն օր օգտագործում եմ սա։ Եվ շատ կծուներ եմ օգտագործում, քանի որ նրանց միկրոէլեմենտները ոչնչացնում են նման վնասված բջիջների կամ կարգավորում են նրանց։ Հաջորդ մեթոդը դա դիետան է։ Դիետան ամենակարևոր մասն է այստեղ, երբ որ արդեն մարդը հիվանդ է։ Հիվանդ մարդը ուշադիր եք լսում, որ հետո հազարավոր հարցեր չլինի, հարցերին չեն պատասխանելու, եթե այստեղ կա։ Բոլոր բանջարեղենները, բոլոր մրգերը կարող եք ուտել, բայց մրգերը ավելի լավ կլինի ուտեք չափավոր, մեկ հատ կամ մի քանի հատիկ խաղող, ոչ ավելի։ Ավոկադո շատ օգտագործեք սխտորով։ Այսքանը պարզ է։ Ինչ չեք
օգտագործում։ Ինչ չուտել։ Բանջարեղեններից միայն չուտել կարտոֆիլ։ Միս, ձուկ, ցանկացածը չուտել։ Ախ, շատ չնչին կամ եթե դիմանում եք չօգտագործել։ Ընդհանրապես հանում եք ձեր ուտելիքից, որին խաչ եմ դնում, ընդհանրապես չէ, իսկ աղը մի փոքր կարող եք։ Նույնը ձուն։ Նույնը բոլոր քաղցրավենիքները հանում եք ձեր ուտեստների մեջից։ Նույնը բոլոր կաթնեղենը, պլյուս դրան նաև կարագ յուղը։ Միայն ինչպես նշեցի, օգտագործում եք կտավհատի ձետ։ Հացը նույնպես հանում եք ձեր ուտեստներից, բայց շաբաթը մեկ անգամ կարող եք մի փոքր տվառոկ, այս չափի տվառոկ, վրան լցնելով կտավհատի ձեթը, եթե կցանկանաք այդպես, եթե ոչ, այսքան փոքր մի կտոր հացով ուտել, ուրիշ ոչինչ։ Դիետան հիվանդ մարդու ամենակարևոր մասն է, հիմա կբացատրեմ ինչ։ Եթե դուք 80 կիլոգրամ եք և հանկարծ ձեր քաշը իջնի 45 կիլոգրամ, չվախենաք, նորից վերականգնվում է։ Դիետան մաքրում է ամբողջ ձեր օրգանիզմը։ Այստեղ չմոռանամ ասեմ, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կոնցլագերներում պահած մարդիկ, ռուսներ, ուկրաինացիներ, լեհեր, հրեաներ, նրանցից ամենից շատը, բոլորը նրանց, ովքեր արդեն կենդանի են եղել և հյուծված, ապրել են 100 տարուց ավելի։ Կմախքներ էին դարձել, եթե հիշում եք, նկարները նայել եք։ Դրա համար չվախենաք դրանից։ Իսկ դիետայի ամենակարևոր մասը այժմ բացատրեմ, որպեսզի պարզ լինի։ Այս ասել եմ, այս մասը կարևոր է։ Քաղցրի պահանջի դեպքում մի քանի խնձոր կտրտել, վրան ցինամոն լցրեք, և առանց ջրի թույլ կրակի տակ եփեք։ Կարող եք ամեն օր ուտել, շատ համեղ է, նույնիսկ առողջ մարդիկ կարող են այդպես ուտել, բայց ջուր չեք լցնելու, շատ փոքր կրակի տակ եփում եք, խնձորի ջրային մասը հեռանում է, մնում է միայն քաղցր մասը և ցինամոնը տալիս է նաև համ, հաճելի կլինի ուտել։ Դիետան ինչի համար է կատարվում և ինչ նշանակություն ունի դիետան քաղցկեղով հիվանդի համար։ Սովորաբար մարդկանց մոտ թթվայնությունը գտնվում է այս ընթացքում։ Իսկ քաղցկեղով հիվանդների մոտ այս սանդղակն է, երբ որ դուք մսեղեն, ձկնեղեն և այն ինչ արգելվում էր ցուցադրեցի, ձեր մոտ լինում է այս պրեդելներում 3-ից 4-5 այս մասերում է լինում ձեր թթվայնությունը։ Իսկ դուք կատարում եք դիետա, ձեր թթվայնությունը իջնում է և բարձրանում է ալկալիությունը։ Ամենից լավ թվանշանները, որպեսզի ձեր ալկալիությունը լինի, այս մասն է, եթե նորմալ անվախ կատարում եք դիետա։ Եվ 1-2 շաբաթ հետո, երբ որ դիետան սկսել եք, գնում եք մեզի անալիզ եք տալիս, երբ որ ձեր ալկալիությունը արդեն լինում է այսքան, թթվայնությունը ոչնչանում է, կարող եք ազատ շունչ քաշել, շարունակել պրոցեսը այնքան մինչև վերանա, այսինքն ձեր մոտ
քաղցկեղը այլևս չի աճում, ուշադրություն էստեղ, դետայի համար սա կարևոր է, 2 շաբաթ հետո տալիս եք մեզի անալիզ, եթե գտնվում է այս միջակայքում, որքան բարձր այնքան լավ, ապա կարող եք ազատ շնչել, որ քաղցկեղը չի աճում, բայց նույն պրոցեսը պետք է շարունակել, մինչև այն անհետանա կամ թեկուզ չանհետանա սատկի ձեր մեջ, հետագայում կամաց անհետանա։ Իմիջիալոց արագ հեռանում է այդ բջիջները մարդու օրգանիզմի մեջից, բայց կանանց կրծքի վրայից շատ դանդաղ է հեռանում կամ երկար ժամանակ, նույնիսկ տարիներ մնում է, քանի որ կուրծքը ճարպային մաս է եւ այնտեղից շատ դանդաղ է հեռանում։ Դրա համար դրանից նույնպես չպետք է վախենալ։ Նա մեռած է, միայն մնում է մեռած այնտեղ։ Այժմ այս մասին նույնպես պետք է կատարեք։ Ռուսները այս ձևը պերեկիս ջրածնի պերոքսիդն է 3%-անոց։ Նրանք այս ձևը գտել են 2000 թվականին և գաղտնի նույնպես օգտագործում են։ Ինչ եք կատարում։ Լիտրուկես ջրի կամ ձեր տան ջուրը լցնելով մի քիչ պակաս, 1 ճաշի գթալ պերեկիս եք լցնում ջրի մեջ, խառնում և ամբողջ օրը այս ջուրն եք խմում, ոչ թե սովորական ջուր։ Նա նույնպես օգնում է։ Եվ ինչ եմ վաննան ցուցադրել։ 3 այսպիսի բանկա լցնում եք վաննայի մեջ, 1-2 կամ ավելի նայած քանակության սոդա նորից լցնում եք, խառնելով դրանք իրար, և հիվանդը պառկում է այստեղ մի կես ժամի չափ։ Դա նույնպես օգնում է ամեն ինչին։ Եվ պարտադիր հիվանդը ամեն օր պետք է խմի այս ջուրը։ Սրանից նույնպես չվախենաք և չվախենաք, որ սոդան ստամոքսին վնասում է, այդ բոլորը ստեր են։ Կատարեք նույնպես սա։ Ես կոմպլեքսային բուժումն եմ ասում, երբ որ մարդը գտնվում է հիվանդ վիճակում, արդեն ունի քաղցկեղ։ Իմիջիալոց օգտատերերից մեկը գրել էր, որ ինքը հիվանդ է, ինչ մեթոդով կարող են բուժվել, նույնպես նրան առաջարկում եմ այս բոլոր մեթոդները, նույնպես նա կարող է այս մեթոդներով բուժվել։ Հաջորդը լևատիվ։ Այս ձևը նաև Շահինյան, մեր հայ պրոֆեսորը Ռուսաստանում, նույնպես նայել է սրան կողմնակից և նայել է շատ քարոզում այս երևույթը, ինչ է կատարում։ Ձեր լևատիվի այդ տարողության չափը որքան է, այդքան ջուր եք վերցնում, 3 մեծ ճաշի գթալ աղացած սուրճ, նորմալ սուրճը աղացած, ոչ թե են մյուս սուրճերը, լցնում եք ջրի մեջ և այդ ամենը եռացնում։ Եռացնելուց հետո թողնում եք սառչի, հովանա այնքան, որ մատը դիպչելից մատը չվառի, այսինքն լևատիվ կատարելուց ձեր աղիները չվառվեն, և ջուրը քամելով, թողնելով սուրճի մնացորդը մարլայի վրա, դրանով կատարում եք լևատիվ։ Ինչ եմ այս երեխային ցուցադրել, նա պառկած է ձախ կողմի վրա, բայց դուք պետք է ոչ թե ձախ կողմի վրա,
այլ աջ կողմի վրա պառկեք։ Դա պարտադիր է, որպեսզի չլցվի ձեր ստամոքսը։ Իսկ ինչի համար են կատարում սուրճով, որպեսզի ձեր աղիներում եւ եթե մի փոքր մաս կանցնի ստամոքսը, ձեր առողջ բակտերիաները չմահանան, միայն մահանան կեղտոտ բակտերիաները եւ ամբողջ այդ թույնը ձեր մեջից հանվի։ Եվ քանի որ վերևում նշածները նրանք մահացնում են այդ բջիջները, նաև այդ ամենը հեռանա ձեր օրգանիզմից։ Շաբաթը 1-2 անգամ հիվանդները պետք է կատարեն լևադի։ Իսկ նորմալ մարդիկ կարող են ամիսը 1 անգամ սա կատարել, սա նույնն է, ինչ որ հայերը պաս են պահում, մեծ պաս, փոքր պաս, եւ այդ դեպքում օրգանիզմը մաքրվում է։ Եթե մենք վերցնենք, թե որքան տոքսիններ ենք մենք պարունակում մեր օրգանիզմում եւ դրան նաեւ այս ձևով չհեռացնենք, ապա մենք չենք կարող օգնել մեր օրգանիզմին։ Սա նույնպես պարտադիր երևույթ է եւ պետք է այս ամենը կատարել։ Եվ այս ամենը, եթե վերլուծենք եւ նորից քննարկենք, վերջում էլ կցուցադրեմ նաեւ գրված նույնպես, ամենից ռեալ միջոցը, հատկապես առողջների մոտ, ես ինքս չեմ հիվանդացել ոչ մի անգամ քաղցկեղով, բայց դրել եմ 2011 թվականից 15 թվականը եւ հիմա էլ 2 ամիս է նորից դրել եմ ոտքիս։ Նա մաքրում է ձեր օրգանիզմը, բացի դա, քանի որ ինքը բաց է, այդտեղից նաև կեղտոտ արյունն է հոսում եւ հավանականությունը, որ դուք ինֆարկտ կամ ինսուլտ կստանաք, նույնպես պակասում է։ Միևնույն ժամանակ ձեր օրգանիզմը արդեն մաքուր է եւ դուք կարող եք հանգիստ լինել, որ դուք երբեք չեք ստանա քաղցկեղ։ Ինձ թվում է հասկանալի է այս ամենը։ Սա նույնպես կարող են նույնը առողջ մարդիկ կատարեն ուտեստների վրա լցնելով այս պղպեղը։ Ես միշտ էլ օգտագործել եմ եւ մինչ օրս օգտագործում եմ եւ ամենից կարեւորը կծուները նույնպես ցուրտ ժամանակ ոչ թեյն է փրկում, ոչ օղին, ամենից կարեւորը որ կծուներ ուտես ցուրտ եղանակին եւ օրգանիզմը տաք է մնում, եթե նույնիսկ քիչ շարժում ես կատարում, բայց նույնպես շարժումն է կարևոր այս դեպքում։ Հիվանդների մոտ դիետան պարտադիր է, իսկ առողջ մարդիկ կարող են միայն կատարել սա եւ իրենց բավարար է։ Հիվանդները ուտում են բոլոր բանջարեղենները բացի կարտոֆիլ, մրգերը բավարար քանակությամբ ոչ շատ, եւ հատկապես արդեն երեկոյան 6-ից հետո խորհուրդ է տրվում շատ քիչ օգտագործել, հատկապես հիվանդներին, իսկ բանջարեղեն կարող եք շատ օգտագործել։ Ամենից լավ 40-ից բարձր մարդկանց մոտ բազուկը ավելի շատ օգտագործեք եւ նույնիսկ պատրաստեք սոկ եւ սոկեր օգտագործեք բանջարեղենները, հատկապես գազարն ու բազուկը, խնձորը կարող եք իրար խառնել եւ նույնիսկ ես խառնել եմ նաեւ այս բոլոր կաղամբ եւ նաեւ կանաչեղեն բոլոր կանաչիները գցել մեջը, դա շատ օգտակար է հիվանդների համար եւ 1 լիտրից ոչ պակաս սոկ օրվա մեջ օգտագործեք, երբեք սով նույնպես չեք զգա։ Կարևոր է նաև շատ սոխ օգտագործել, լիմոն եւ սխտոր։ Դա նույնպես պարտադիր է, բայց եթե մարդիկ չեն սիրում, դիետան կարող եք միայն այս ձևով անցկացնել։ Բացարձակ հիվանդներին արգելում եք
կարտոֆիլ, մսեղեն, ձկնեղեն, քիչ քանակությամբ աղ, ընդհանրապես շաքար չօգտագործել, ձուկ չօգտագործել, եթե շատ եք ցանկանում, ամիսը 1-2 ձուկ կարող եք ուտել, ոչ ավելին։ Այս մասը նույնպես լրիվ հանվում է, այս մասը նույնպես հանվում է միայն տվարոք փոքրիկ այսքան կտոր և այսքան կտոր հաց։ Այստեղ մի դեպք պատմեմ, ծանոթներիցս մեկը խնդրեց, որ մեկը շատ հիվանդ է արդեն 4-րդ ստադիայում, հնարավոր է բուժվի թե չէ, ասեցի հնարավոր է, եթե 2 ոտքին գոնե դնի և կատարի դիետա։ Այդ մարդը 1 ամսի չափ լավ էր զգում իրեն, և տղան միշտ զանգում էր, հիմա ես ենք կատարել, ես կատարենք թե չէ, ասեցի կատարեք, լավ է։ Մի օր էլ տղան արդեն, քանի որ ինձ հետ կապ ուներ, զանգեց, թե ես ինչ վատ բան ասեցիք, պապան շատ ծանր է, ես 2 օրը կմահանա։ Ասեցի, բայց ինչ է եղել, որ այդ ամենը կատարում եք, պապան ինչի պետք է մահանա, և ավելի լավ կլիներ, որ սոդան շատ օգտագործեր և դիետան պահպաներ։ Դիետան, սոդան, ամեն ինչ պապան պահպանում էր։ Մենակ պապայի սիրտը ուզեց, 3 օր իրար վրա խաշ է կերել, 3 էլ խորոված ենք տվել, այն չալաղաջները լավ յուղոտ շատ էր սիրում, և այսօր վատացել է, և բժիշկները արդեն հույս չեն տալիս, և ամենաթանկ երկրներից մեկում բնակվող և հարուստ այդ մարդը մահացավ նրանից իր ագահությունից։ Ինչ եմ ես ամենը ասում, որպեսզի հետագայում չասեք կատարեցի, բայց մի տեղ միայն այսպես արեցի, այս մարդը սուտ է ասում։ Եվ քաղցկեղից բուժվում են միայն ուժեղ կամքի տեր ունեցող մարդիկ և ովքեր ցանկություն ունեն և պայքարում են ապրելու համար։ Դա նույնպես լավ հասկացեք։ Միակ ձևը, որ քաղցկեղին սրանցից ոչ մեկը չի ազդում և չի բուժում, գլխի քաղցկեղն է, երբ գլխուղեղը ստանում է քաղցկեղ։ Բայց դա էլ ունի իր բուժման միակ ձևը։ Գերմանացի բժիշկը, դոկտոր պրոֆեսոր, երբ որ տղան ավտովթարից մահանում է, ստանում է գլխուղեղի քաղցկեղ։ Ստուգելուց նրան մի քանի ամիս ժամանակ են տալիս, ասում են սա հնարավոր չի բուժել։ Եվ նա երկար մտածելով գտնում է, որ տղայից է ստացել այդ ամենը, ուսումնասիրելով նաև աշխարհի կարցերոգենները, այսինքն այդ ծանր մետաղները, Մենդելեևի, Աուսյակի և այլն, և դիետան և ամեն ինչը, հասկանում է, որ ինքը ստացել է ստրեսից։ Ցանկացած մարդու մոտ ռակը հիմնականում առաջանում է ինչ-որ ստրեսից։ Մեկը ընտանեկան ստրես, մի մասն է գցում օրգանիզմի, մյուսը այլ ստրեսներից մի ուրիշ օրգան է գցում, և այդպիսով նա գտնում է դրա պատասխանը։ Եվ մտածում է ինչ անի, ուրեմն պետք է պրոբլեմը իր ուղեղից դուրս անի, երբ որ պրոբլեմը իր ուղեղից դուրս է անում, 1 ամիս հետո սկսում է նրա ուղեղը կարգավորվել, երբ որ մի 6 ամիս հետո գնում է ստուգման, տեսնում են, որ քաղցկեղը անհետացել է։ Բայց այդ մարդը, բացի այդ ամենը, որ ինքը իրեն տրամադրել է, նաև այս բոլոր գործողությունները կատարել է։ Դրա համար հասկացեք, չկա անելանելի իրավիճակ։ Այժմ այստեղ ցուցադրում եմ այս ամենը և շատ դանդաղ կշարժեմ, որպեսզի հասցնեք կարդալ։ Առաջինը դա դոկտոր Աշկարն էր, երկրորդը դա Հունգարիայի Գերսոնի ինստիտուտն է, որտեղ տալիս են միայն մրգերի ու բանջարեղենի հյութեր, բայց որը ես ձեզ ասացի, կարիք չկա այդտեղ գնալ,
Երրորդը Սիմոնցինեի սոդան է, այդ մասին նույնպես խոսել։ Սա Ռուսաստանի արդեն պերեկիսն է, ես նույնպես ասվել է անգլիական չիլի պղպեղի օգտագործումը և ամենակարևորը դիետան։ Կարող եք սա հիշել, կարող եք ոչ, բայց ամենակարևորի մասին արդեն բոլորիդ էլ ասացի։ Այս հարցից դուրս այստեղ եմ տեղադրել Էփշտայնի գործը։ Ես երբ որ խոսեցի Քորլևոնի ժամանակ այս հարցի մասին, այժմ նույնպես անդրադառնամ, քանի որ դուք հարցեր եք տալիս Հայաստանի այդ քաղաքական, թե եկած, գնացած, նոր, թե հին այդ գործիչներին, դուք Հայաստանում եք ավելի լավ եք նրանց տեսնում և բոլորդ էլ մեկըդ մեկի մասին ամեն օր 20 ժամից ավել ինֆորմացիա ունեք։ Այդ մարդիկ ինձ ընդհանրապես չեն հետաքրքրել, ինձ հետաքրքրել է միայն իմ հայրենիքը, մեր պատիվը, թեկուզ եթե մեզ սպանում են, մենք մահանում ենք, պատվով մահանանք որպես ազգ, բայց ոչ թե այս տականքների ձեռքով կամ դրսից ստացած հրահանգներով։ Եվ ասել եմ ձեզ, որ ես միայն զբաղվում եմ բրուտով, քանի որ նա է աշխարհը, ամեն մի շարժում իրեն ձեռքում է, թե ինչ է կատարում, ինքն է կատարում, դրա համար զբաղվում եմ միայն դրանով։ Իսկ նորից եմ կրկնում, թե ում եք հավանում, ում չեք հավանում, մայիսին այդ մասին պարզ բոլորի փաստաթղթերով կդնենք սեղանին, կիմանաք, թե ով է, ով ինչ է։ Եվ այստեղ նաև շեշտեմ և երևի վերջին անգամ ասեմ, որպեսզի ձեզ հասկանալի լինի։ Հայ ազգը թույլ է տվել, որ նրանք նստեն գահին, բայց նրանց կարող էին գահանկեց անել կամ ոչնչացնել հենց Քորշյան ժամանակ, որը նաև մեր նախաձեռնությամբ, բայց չցանկանալով չեն կատարել շատ մարդիկ։ Եվ նույնիսկ տեղյակ են եղել այն մարդիկ, որոնց ոչնչացնելու են, նրանք էլ չեն այս ամենը կատարել, հատկապես Վազգեն Սարգսյանը, իմացել է այդ մասին։ Այդ մասին կա նաև ֆիլմ իմ մոտ մի քանի տարի առաջվա, թե ինչպես է նա իմացել, բայց ինչպես Լևոնն էր ասում, մեր դեմ խաղ չկա և խաղը եղավ։ Լևոնն էլ էր ասում, մեր դեմ խաղ չկա, այսօր Ալիևի առաջ կզած մուկ են դարձել։ Ինչն է այստեղ հարցը։ Հարցը նրանում է, որ Հայաստանում 100,000 տիպի մարդ էլ բերեն, ընտրություն չի լինելու։ Դա ընտրություն չէ։ Դուք թույլ եք տվել, որ ձեր ունեցվածքը գողանան, բոլորիս ունեցվածքը գողացել են, հանքեր, գործարաններ քանդել, այսօր Հայաստանը ավերակի է նման, միայն մի քանի հանքեր և այդ դրսին ներս ու դուրս արվող լվացվող գումարները։ Դրանով նաև պահում են իրենց այդ անձնակազմը մլիցեքին, որպեսզի ձեզ ճնշեն։ Հետո այստեղ նաև շեշտեմ, ասում էին, տվել են 5,000-ից 20,000 դրամ, որպեսզի ընտրություններ տեղի ունենան և ձայնը տակ իրենց։ Եթե վերցնենք միջինը 10,000 դրամ, 10,000 դրամը դա մի $30 կարգի գումար և բազմապատկենք 600,000-ով, $180 միլիոն նրանք ծախսել են, որ իրենք հաղթեն, նրանք ձեզնից պետք է հնգակին ամեն տարի տանեին, այդպես էլ եղել է։ Եվ հիմա մտածել, որ կլինի ընտրություն և այդ ընտրությունները կլինեն արդար, մաքուր, երբեք չի լինի։ Փողին արդեն սովոր մարդը, կեղծիքին սովոր մարդը, նա չի կարող այդ ձևով թույլ տալ, որ կան նորմալ հայեր, որոնք իրենց պետք է սպանեն։ Մի քանի լումա նորից շպրտելու են, նորից նույնը կատարեն, խառնաշփոթություն ստեղծեն, որն էլ չեք էլ հասկանալու ինչի կատարեցին,
միայն միակ ձևը դա զինված հեղափոխությունն է։ Եթե դա չանեք կամ որևէ մեկը այդ մասին չի խոսում եւ իրոք այդ անձնավորությունը, ովքեր էլ որ խոսում են, չունեն այդ նորմալ ուժը եւ կարողությունը եւ նրանց մոտ չկան հարազատ մարդիկ, ընկերներ, բարեկամներ, թե իրոք հավատացող, այս ամենը փուչիկ է։ Այս ամենը փուչիկ է եւ մեկ տրվի դրան, մեկ հետաքրքրվի դրանով, քանի որ դեռ ժամանակը չէ։ Այստեղ Էփշտեյնին անցա նրա համար, որ շեշտեցի, որ ես զբաղվում եմ միայն բրուտով։ Իմ միակ հարցը սա է։ Ու այստեղ հարցը որն է, որ ասացի, որ բրուտի բարեկամներ են եղել եւ Ավստրիայի թագավորը եւ Ռուսաստանի ցարը եւ այլ նման տականքներ բոլորին վերացրել է եւ եթե դիտարկենք գոնե վերջին 2000 տարին կամ նույնիսկ 500 տարին, ապա բրուտների ընտանիքը պետք է այնքան մեծանար, որ ամբողջ աշխարհում ամեն մեկին պետք է դնեին այդտեղ ինչ որ տեղի կառավարիչ, ինչպես Սերժիկ մերժիկներն են կատարել Սաշիկ, Լֆիկ եւ այլն այստեղ այնտեղ դնելով, նա էլ պետք է դներ, բայց ոչ։ Բրուտը հենց ինքը այլ ձևով է աշխատում։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Մեր Մայքլի հայտնած 6 ամիս առաջվա եւ երեկվա տվյալներով, գիտեք Մայքլն ով է, Կիլիկիայի թագավորական ընտանիքի թոռներից է, որին պահում են նույնպես նման մի կղզում, ինչպես Իրանի շահին է, շահի տղան է այնտեղ, նույնպես այսպիսի մի վայրում էլ նա է ապրում։ Էնդրյուն պարավի ժամանակ, բրուտի մոր ժամանակ նահանգները ինքն էր հսկում, իսկ մնացածը Կանադա, Ավստրալիա եւ մյուս այդ կղզիներ, աֆրիկական մի քանի երկրներ, դա բոլորը բրուտներ հսկում։ Պարավի հիվանդանալուց հետո, երբ որ վերջի պարավի մի քանի տարին արդեն բրուտը ինքն էր ամեն ինչ կառավարում եւ պարավի մահից հետո ամբողջությամբ անցավ իրեն կառավարումը, եղբոր հետ Էնդրյուի հետ ունեցան վեճեր։ Էնդրյուն ասեց, որ նահանգներին ներկայացել ենք մենք որպես դեմոկրատական եւ աշխարհի հարցերը լուծող լավ տեսակետից երկիր։ Ճիշտ է, շատ սրիգայություններ էլ տեղի ունեցել, բայց ամենայն դեպս պետք է ձևով գնա։ Եվ հիմա չէ, որ Էնդրյուին արդեն այդտեղ ոչնչացրել են։ Սա դեպքներ, որպեսզի ցույց տան, թե ինչի է անհետանում Էնդրյուն եւ ինչի մոտորերս ելույթ ունեցավ հենց նաեւ բրուտը, որ ինքը արգելք չի հանդիսանում, ոստիկանությունը կարող է Էնդրյուով զբաղվել։ Հարցը նրանում է, որ Էնդրյուն հսկելով նահանգները, ինչպես միշտ նշել են, որ նահանգները մուրճը բրուտների ձեռքին, նա ոչ մի դեմոկրատական ազատ երկիր չի, դա միայն իլյուզիա է, որ ձեզ ցուցադրում են։ Բրուտը տարավ իր փոքր տղուն, իբր նա ընտանիքին չէր սիրում, գնաց այնտեղ ամուսնացավ, հիմա էլ կնկա կոշկի տակը լիզելով է ապրում, բայց Տրամփ եւ մյուս էս ընտրված, թե չընտրված բոլոր տականքները, ովքեր հիմար խոսակցություններ են խոսում, այդ բոլորի տեքստերը նրանք ստանում են բրուտի փոքր տղայից։ Ես անունները չեմ ասում, որովհետեւ այստեղ նաեւ ինձ նորից վերևի չփակեն։ Եվ աղբորը դա դուք երբեք չեք իմանա, եթե նույնիսկ դատեն էլ նստի, թե դրանից հետո
Նրան որպես թագավորական ընտանիքի անդամ ինչ-որ իրավունքներից զրկեն միայն բաց թողնեն, են կատարելու, որ ռադդ քաշի սաղ մերնա, դու ստեղ անելու բան չունես, ինչ-որ դուք տարբեր թագավորական ընտանիքներում կարդում եք հնուց եկած այս բոլոր երևույթները, այս ամեն Էփշտայնի գործը սարքած էր հենց այս երևույթի համար։ Եվ Էփշտայնի մոտ միգուցե Էնդրյուն էլ այս աղջիկն էլ գնացել են այլ կարգի հանդիպման, ոչ թե մարդու միս ուտելու կամ սա ինչի պետք է գնար, կամ Էնդրյուն այնքան խելք չուներ, որը նույնպես բնակվում է եւ Վաշինգտոնում, եւ Նյու Յորքում, եւ նահանգներում գտնվող գաղտնի ճանապարհներով մտնող ինչ-որ կղզիներ, որտեղ ընդհանրապես ոչ մի թռչուն դրա վրով չի թռչում, չէր կարող իր 2-3 ախրաննիկի ասեր, նկարը ցույց տար, ասեր ինտերնետից այս աղջկան բռնում եք բերում, գործողությունն անում, գցում եք օվկիանոսը, թող ձկներն ուտեն, չէր կարող դա անել, նա պետք է գնար սենց քայլի, դրա համար, որ ձեզ ներկայացնում են, դուք իմաստը հասկացեք, ինչ են այս բոլորը կատարում, այս բոլորը կատարվում է, այս ցիրկը Էփշտայն ներկայացել են դրա համար, որ այս տղեն, որ իր ցեղի մեջ ամենանորմալ տղեն է իրենից ներկայացնում, այս տղուն նույնպես սուկահանի, բրուտ է, ձեր լեզվով ասած, պատճառը դա է, նույնը, կարող է եւ հնարավոր է Մայքլին, քանի որ 111-ը հարցել էր, հնարավոր է նաեւ Նորվեգիան կամ Նորվեգիայի մասերի բաժանի մի մասն էլ միանա բրուտներին, ասել էր դեռ տեղեկություն չունեմ եւ հնարավոր է իմ կասկածներով նաեւ դա անի, այդ Սկանդինավիան միացնի իրան, նրանց հետ դառնան ինչ-որ անդամ եւ դրանց թագավորությունները կորչի մտնեն մեկ թագավորության բրուտների հսկողության տակ։ Այսինքն այստեղ նաև վիկինգները, որ ամենակարևոր գործն արեցին մեզ ոչնչացնելով բրուտի համար եւ ամբողջ աշխարհը ոչնչացնելով, այսօր նորից ասում է արդեն դուք ինձ պետք չեք, ձեր գործն արել եք, եւ այսօր ինչ-որ մի խիար Նիկոլ Լևոն մտածում են, որ էլի բրուտի գործն անեն, բրուտի գործը թե Պուտինն է ասում, թե Ալիևն է ասում, թե Էրդողանն է ասում, թե Նատանյախուն անենք, կարողա լավ լինի, այ ոչխարներ, ինչը պետքա լավ լինի։ Սենց տղուն, որը իր ազգի մեջ լավագույն տղեկից մեկն էր, դրեց, փչացրեց, հիմա դուք ձեզնից ինչ եք ներկայացնում, որ ձեզ հետ էլ հաշվի նստեն։ Եվ ձեզ ինչ է թվում, այս գործը եթե փակվել էր, սա արդեն սատկել էր, այս ամբողջը չէին կարող, ամենաաշխարհի ուժեղ հետախուզությունն ունի, գտնել ոչնչացնել, եթե նույնիսկ նման բան է եղել։ Տեսնում եք, որ ստեղ ուրիշ հոտ է գալիս, գործը ուրիշ է, ուրիշ հոտ է գալիս, բայց ձեր դեմը, որ նկարը դնում են, ասում են, սա վարունգ է, ասում եք, հա վարունգ է, եթե նույնիսկ այդտեղ ուրիշ բան է դրված։ Դրա համար ամեն հարցին մոտեցեք ճիշտ ձևով, թե ինչի համար այս երկու անձնավորությունները, դրա համար ես մենակ սրանց այս երկուսին դրեցի։ Այդտեղ էլ Հոթկինսին ընդ ինչ գործ ուներ։ Նա գնացել էր ոսկի վրա նստած գիտնականը, որին նույնպես բրուտը փչացրեց, դարձրեց բանի, կայլասկի վրա նստած հիվանդի ինչի համար, որովհետև նա աշխարհում մեկն էր, քչերից մեկն էր, որը հասկանում էր, որ տիեզերքի այս ամեն ինչը ինչ ներկայացնում է, դա սուտ է, իր աստվածաբանությունն է, բրուտը քարոզում, որ Աստված կա իբր։ Հասկացեք ամեն ինչը մտածելով, ոչ թե ընդունեք, վայ, հա սա էլ էր, սա գիտես ինչ կեղտոտ մարդ է, հենց իր ընտանիքը ամեն օր երեխու միս է ուտում։ Եվ այսօր նաև հարց էին բարձրացել, գրել էր մեկը, դա ճիշտ է, որ Սերժիկին է այդ երեխեքին։ Սիրելի
օգտատեր, ես այդ մասին ասել եմ, Սերժի կինը իր խնամու հետ, Սերժի կնոջ էմիտացիան ստեղծեցին իբր սատկելա Ռիտան, բայց խնամին Հայաստան մա, բռնեք վզից, եթե ձեր երեխուն կերել են, տարել են, բռնեք վզից և կիմանաք, թե ուր են տարել ձեր երեխուն, նորից կրկնեմ, որպիսի պարզ լինի, այդ երեխաներին Իտալիան, Ավստրիան, Գերմանիան գնում են, այդ երեխաներին մինչև 10-11 տարեկանը իրենց ուզած ձևով պահում, որ հանգիստ, լավ երեխեք մեծանան, իրենց ուզածը ուտեն, խմեն, վայելեն, հետագայում տանում են մորթարան, եթե դու ուզում ես, ինչպես մի ժամանակ մեր գյուղերում էին կատարում, լավ խոզին միս ուտես, խոզին մի ժամանակ պահում ենք գոմում մի ժամանակ անտառ էին բաց թողնում, որ սալ միս լիներ, հիմա էլ այդ երեխաներին տարել են, այդպես օգտագործել են, սա է ճշմարտությունը, և Ռիտային ինչի պետք է 120-120 հազար տային մի երեխայի համար, չէին կարող այլ երկիր գնային, այլ երեխաներ գնեին 200-300 դոլարով, նաև այստեղ մի փոքր հարց և անցնենք առաջ, աղքաղաղը ինչ գործ է կատարում, քանի որ սա կախված է նաև հիվանդների հետ, աղքաղաղին նույնպես հայ աստվածները սովորեցրել են, այստեղ նաև կաչաղակն եմ տեղադրել և հաջորդ անգամ կտեղադրեմ նաև իմ պատուհանից երևացող նրանց սարքած բունը, այս երկուսը ամենաուժեղ սովորող կենդանիներն են եղել, հայ աստվածների և ինձ համար էլ ամենասիրելի թռչունը դա հանդիսանում է ագրավը, քանի որ ագրավը ունի բարձր ինտելեկտ, բարձր խելք և ինչքան էլ ֆոկուս կատարես, այդ Սերժիկ Լևոններ և այլն Նիկոլներ ֆոկուս էլ կատարեին, սա անմիջապես պատասխանը գտնելու էր և սա շատ արագ է գտնում պատասխանը, ինչ թակարդի մեջ էլ գցում են, թե ինչպես կատարի, ուտի թե դուրս գա այդ վանդակից, իսկ այս անասունի նման թռչունը մենակ խաբար տանող բերող է աշխատել, սա նույնպես ագրավազգի շատ զարգացած կենդան է, բայց այստեղ նաև արծիվին ներկայացնելով, գիտեք արծիվը ինչ մեծ գործ է կատարել իր հիշողության և անձնազոհության ամենաբարձր մակարդակի գործը սա է կատարել, բայց հիշողությունը և ինտելեկտը այս երկուսի մեջ ավելի բարձր է հատկապես արծիվի մոտ, բայց նաև աղքաղաղին են սովորեցրել, երբ որ մութը ընկնում է, որպեսզի մարդիկ քնեն, երբ արևի առաջին շողերը դուրս են գալիս, սա անմիջապես ինքն է կարողանում արթնանալ, այլ կենդանիներ այլ ձևով են արթնանում, չէ, բայց սա արդեն բնազդաբար արևի հետ արթնանում է, սա մեծ թեմա է, քանի որ ժամանակը քիչ է չասեմ, և սա կարևոր է, սա եղել է այն ժամացույցը, որ դուրս եկեք, ինչ է կատարում, եթե մենք արեգակնային համակարգությունը վերցնում ենք այստեղ արևը, այստեղ մեր երկրագունդը, ապա այս ժամերին արդեն հայ աստվածներն ասում են քնեք և միայն այս ժամերին կարթնանաք, երբ որ մենք, քանի որ այսպես ենք պտտվում, գալիս ենք այստեղ, այս ժամերից մինչև այս ժամերը մեզ ասում են դուք պետք է քնեք, իսկ աղքաղաղը արդեն ասում է, որ արևը դուրս է եկել, քանի որ արևին մոտ այս տարածությունը ցերեկային ժամերը շատ նպաստավոր են և ավելի մեծ քանակի մենք մասնիկներ ենք ստանում, ինչպես նշել եմ, արեգակից էլ ենք ստանում, բայց արեգակինը անմիջական ենք ստանում, տիեզերքինը կամ գալակտիկայինը ստանում ենք դրսից, իսկ այստեղ անմիջական, այս մասը, ցերեկային այս մասը շատ կարևոր է, իսկ այս մասում արդեն, թե մեր կերածը, ինչ ենք մենք ասում նախաճաշ, լավ պետք է ճաշ ուտել, նախաճաշ, ճաշ, իսկ ասում ենք ընթրիք, այսինքն ինչ որ ուտում ես դառնում է թրիք միայն, քիչ օգտագործիր այստեղ ուտելիք
եւ քնիր այս ժամերը, որբիսի քո օրգանիզմը այս ժամերին այսպես թե այնպես այդ մասնիկները չի ստանում։ Եվ այս կապը սա սովորական կապ չէ, այս ամենը ինչ ես ասում եմ, սա սովորական երևույթներ չեն։ Այս ամբողջը դարերի ընթացքում ստուգված, պարզած, ապացուցված երևույթներ են։ Եվ կատարեք այդպես կտեսնեք, որ արևի հետ արթնանալուց ամբողջ ցերեկը դուք լավ եք զգում եւ գիշերը քնելուց նույնպես լավ եք զգում, բայց հիմա քանի որ այս դարում արդեն մտնելու ժամանակ չեն քնում, 10-ին, 11-ին ամենաուշը քնեք արևի դուրս գալու հետ արթնացեք կտեսնեք որքան լավ եք զգում։ Այսքանը